Բարև, հանրային ռադիոյի եթերում առաստողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանը։ Այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զորյանը, բարև ձեզ, պարոն Զորյան։ Բարև ձեզ։ Պարոն Զորյան, գրեթե 1 ամիս առաջ դուք լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մոտավոր եմ, ուղիղ չեմ ցիտելու ձեր միտքը, ասել էիք, որ իշխանությունների եւ եկեղեցական վերնախավի որոշ անդամների, այսպես ասեմ, հակամարտությունը վտանգ է պարունակում այն իմաստով ոչ թե որովհետեւ դա պայքարի եկեղեցու դեմ կամ կարող է որպես այդպեսին մեկնաբանվել, այլ որովհետեւ դրանից կարող է օգտվել Ռուսաստանի Դաշնությունը։ Ինչու՞։ Այդ մտավախությունը որտեղից է եկել, որ Ռուսաստանը կարող է ըստ էության ներհայաստանյան, ներհայկական խնդիրներն օգտագործել։ Դե այն ժամանակ դեռ ամեն ինչ չէ որ պարզ էր, հա, մի տեսակ այսպես դատարկ տեղը սկսվեց այդ ամեն ինչը, հա։ Հիմա այս վերջին բացահայտումների առումով ավելի հստակ է պատկերը, հա, որովհետև մենք իմացանք, որ օրինակ քննչական կոմիտեի կողմից, հա, ներկայացվեցին տվյալներ, որ վաղուց էին հետևում, մարտ ամսից արդեն հետևում էին այդ սրբազան շարժման անդամներին եւ կար տեղեկատվություն, որ իրենք ինչ-որ բան են պատրաստում եւ այլն։ Հիմա այդ համատեքստում արդեն պարզ է դառնում, թե ինչու այդ կոնֆլիկտը սրվեց, հա, այսինքն այն ժամանակ դեռ պարզ չէր։ Եվ այս իմաստով Ռուսաստանի դերն էլ ինձ թվում է ավելի ակնհայտ է դառնում, այսինքն պարզ է, սա իմ մեկնաբանությունն է, հա, որտեղ խոսում ենք բաների մասին, որոնք կարող է նաև քրեական պատասխանատվություն են ենթադրում, դրա համար ես ուզում եմ շեշտել, որ սա զուտ իմ քաղաքագիտական վերլուծությունն է, իմ մեկնաբանությունն է, բայց ես տպավորություն ունեմ, որ իրոք Ռուսաստանից կամ չգիտեմ Կրեմլից կամ Կրեմլի առանձին ինչ-որ գործիչների կողմից հովանավորվող ինչ-որ գործընթացներ էին տեղի ունենում Հայաստանում, որոնց մեջ ներգրաված էին եկեղեցու որոշ սպասավորներ, որոշ քաղաքական գործիչներ, որոշ ակտիվիստներ, եւ հենց այդ գործընթացների հետ կապված էր նաեւ այդ սրացումը, որը տեղի ունեցավ, հա, այսինքն այդ գործընթացների մասին հավանաբար կառավարությունը արդեն տեղյակ էր, որովհետեւ պարզավոր ուժայինները զեկուցում էին, այսինքն նրանք գիտեին որտեղից է դա գալիս, գիտեին ով է դրան մասնակցում, ով է դրան հովանավորում, ով է, այսպես ասած, որ լրելիային կամ ոչ լրելիային համաձայնություն է տվել, եւ այս կոնտեքստում այդ ամեն ինչը հիմա շատ ավելի հասկանալի եւ տրամաբանական է դառնում։ Այս իմաստով իհարկե ես կարծում եմ, որ տեղեկատվության առումով իհարկե կառավարությունը այնքան էլ լավ չկարողացավ դա բացատրել հասարակությանը եւ օրինակ վարչապետի այդ ստատուսները, հա, եւ այդ ասած լեզվակռվի մեջ մտնելը ինչ որ չափով անլրջացնում է այս ամեն ինչը, հա։ Ես կարծում եմ, որ կամ պետք է լռել, կամ պետք է ասած հանդես գալ ժողովրդին պես կոչով կամ հայտարարությամբ, որ հարգելի քաղաքացիներ, բացահայտվել է այսպիսի տեղեկատվություն, որ լուրջ հեղաշրջման, հա, պլաններ ունեցող ինչ որ խումբ կա, որ ըստ էության մեր պետությանը եւ մեր հասարակությանը լուրջ վտանգ է սպառնում եւ մենք ստիպված միջոցներ ենք ձեռնարկում։ Քանի որ դա այդպես հստակ չձևակերպվեց այդ տեքստը, հա, կամ ձևակերպվեց արդեն հետո, երբ որ արդեն կատարվել էին այդ ձերբակալությունները եւ այլն, նաեւ հասարակության մեջ որոշակի պես թյուրըմբռնում կա կամ թերահավատություն կա եւ անգամ որոշ իրավապաշտպաններ, ասենք, հանդես են գալիս հայտարարություններով, որտեղ ըստ էության դատապարտում են կառավարության գործունեությունը, այլ ոչ թե դատապարտում են այդ ահաբեկիչներին կամ հեղաշրջում պատրաստողներին, հա, ինչը ինձ համար շատ տարօրինակ է եւ իհարկե այդ իրավապաշտպանները շատ պետք է ինձ թվում է ինչ մտածեն նման հայտարարություններ ընդունելուց առաջ, բայց նաեւ ես կարծում եմ, այստեղ կառավարության մեղքը կա կոմունիկացիայի առումով։ Հա, այսինքն որ ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ կար ինչ-որ կոնֆլիկտ եկեղեցու եւ կառավարության միջեւ, հետո այս ձերբակալությունները եղան։ Մինչդեռ ինչքան ես եմ հասկանում, հիմա համադրելով տվյալները, հակառակ այսինքն եղել է սկզբից տեղեկատվությունը, դրա հիման վրա եղել են ձերբակալությունները եւ դրա պատճառով նաեւ կա այս կոնֆլիկտը։ Բայց հասարակության գոնե մի մասը այսօր սխալ պատկեր ստացավ, հա, այս ամեն ինչից։ Տեսեք, դուք լավ չասեմ ակնարկում եք, ենթադրում եք, որ հեղաշրջման, զինված հեղաշրջման փորձում ներգրաված է ռուսական կողմը, այսինքն այնքանով, ինչքանով, որ դա հնարավոր է պատկերացնել կամ չի հնարավոր չի պատկերացնել։ Հիմա տեսեք, այսպես փորձեմ հակադարձել էլի։
Տեսեք, քրեական գործերով անցնում են մարդիկ, որոնք այսպես բավական արդեն տևական ժամանակի քաղաքական դաշտում են, չնայած հոգևոր սան ունեն, նույն Բագրատ Սրբազանը, նույն Աչապահյանը arczepiskopos։ Հիմա ինձ մոտ այդ մոզաիկան չի հավաքվում, ինչի, որպեսզի դու պետություն որպես փորձես այս մարդկանց խաղացնել այդ տարբերակով, դու պիտի բացարձակ ապուշ լինես, բացարձակ ապուշ պիտի լինես, հաշվի առնելով հանգամանքը, որ միանշանակ հաշվի առնելով մի շարք նախորդող իրադարձություններ, նույն Բագրատ Սրբազանը անպայմանորեն վերահսկողության տակ է հատուկ ծառայությունների հայաստանյան իրավապահ համակարգի կողմից։ Հետևում են այս մարդուն, ուզում են հասկանալ այս մարդը ինչով է զբաղվում։ Դա նորմալ է, հաշվի առնելով ունեք անցած տարվա իրադարձությունները, եթե կհիշեք ազգային ժողովի մոտ։ Եվ դրանից հետո ակնկալել, որ հենց այս նույն մարդու միջոցով կարելի է իրականացնել այնքան մասշտաբային ծրագիր, որի մասին որ հիմա քննչական կոմիտեն է խոսում, ես կրկնում եմ, թող կոպիտ հնչի միգուցե, բայց դրա համար պետք է լինես բացարձակ ապուշ։ Դե գիտեք, ըստ թվում է հիմարության գործոնը երբեք պետք չի այսպես ասած, հանել դիտարկումից, այսինքն միշտ էլ սխալներ անում են, ասենք Կիևը 3 օրում գրավելու համար էլ երևի պետք է բացարձակ ապուշ լինեն, բայց շուտ մարդիկ զեկուցում էին, որ նրանք պատրաստ են Կիևը գրավել 3 օրում։ Հիմա էլի ես չունեմ հստակ տվյալներ, ուղղակի ես տեսնում եմ, որ բացատրեմ իմ մտքի, այսպես ասած, տրամաբանությունը, այսինքն կան ինչ-որ ուժեր, որոնք հստակ ունեն որոշակի աշխարհաքաղաքական կողմնորոշում։ Գուցե իրանք են այնտեղ գնում, ասում թողեք անենք, եւ այլն, ես չեմ կարող պնդել ու որևէ այսպես հստակ տեղեկատվություն չկա, որ ասենք այնտեղից զանգել են, ասել են արեք, կա շատ հնարավոր է, որ այդ ուժերը այստեղից իրանք են իրենց այսպես ասած առաջարկում, եւ համոզված չենք, որ ասենք այդ դաբրոն այնտեղից եղել է, բայց այն որ այս ուժերը կապի մեջ են այնտեղի հետ, դա ակնհայտ է, հենց իրենք են դրա մասին հայտարարում, հենց Բագրատ arczepiskopos Գալստանյանը ասաց, որ ինձ հետ կապի մեջ մտան տարբեր ուժային կենտրոնների ներկայացուցիչներ ու ասացին, որ չգիտեմ Հայաստանում հիմիկվա կառավարությունը ուզում է չգիտեմ ինչ անել, մի խոսքով հիշում եք այդ հայտարարությունը, ովքեր են դա կարող են լինել, Չինաստանը, ԱՄՆ-ն, չգիտեմ, Իրանը, դժվար, այսինքն ինքը հենց կրկնում էր այն տեքստերը, որոնք Կրեմլյան քարոզչությունը ասում է Հայաստանի մասին։ Հիմա կարող են դա ինքը հորինել է, դրա համար կլինի հետաքննություն, կարող է վերջում պարզվի, որ իրականում ոչ մի նման բան չի եղել, բայց ես գերադասում եմ մարդկանց վստահել։ Եթե մարդիկ ասում են, որ գաղտնի ծառայությունները կամ չասես գաղտնի ծառայությունները, ուժային կենտրոնի ներկայացուցիչները իր հետ կապվեցին, ասեցին, sense բան ա եղել, ես վստահում եմ այդ հայտարարությանը, երբ որ մարդը ասում է, որ նա ուզում է ռազմական հեղաշրջում լինի եւ չգիտեմ մարդկանց հետ կապվում է, ասում է ինչի ռազմական հեղաշրջում չեք անում, ես վստահում եմ այդ հայտարարությանը, եթե հետո պարզվի հետաքննության արդյունքում, որ այս մարդիկ, ասենք, հոգեկան առողջության խնդիր ունեն եւ այդ ամեն ինչը նրանք ուղղակի տենց տեսիլք են ունեցել եւ ասենք անմեղսունակ են եւ չպիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն, ես կընդունեմ այդ որոշումը, դատարանը իրենց կարդարացնի, որտեղ նրանք անմեղսունակ են, բայց քանի դեռ մարդիկ այդ հայտարարությունները անում են եւ նրանց գործունեությունը դրան համապատասխանում է, ես տեսնում եմ, որ նրանց տեքստերը համապատասխանում են այն տեքստերին, որոնք ասում է Կրեմլյան քարոզչությունը, չգիտեմ Սալավյովը, Մարգարիտա Սիմոնյանը, ավելին, ասենք նույն Սալավյովը եւ Մարգարիտա Սիմոնյանը իրենց աջակցություն են հայտնում, ավելին Լավրովը, որը մինչեւ հիմա երևի տենց հայկական աստվածաբանական, այսպես ասած, հարցերին առանձնապես չէր խառնվում, մեկ էլ ուրեմն սկսում է պաշտպանել հայ առաքելական եկեղեցու իրավունքները, այս ամեն ինչը առնվազն այսպես որոշակի պատկեր է ստեղծում, եւ որում նկատեք այդ նույն Պաշտոնյանն է, որը երբեք չի արձագանքել, երբ ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները պարբերաբար հրապարակային հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցին հերետիկոսության ворջ է։ Դե դա իր հերթին, իրականում օրինակ Լավրովը շատերը ասում են, որ նա հայ է, եթե հայ է, գուցե նա հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, բայց ամեն դեպքում նա պետությունն է ներկայացնում, ու դա պետական դիրքորոշումն է, անձնական դիրքորոշումը չի Լավրովի, ուրիշ բաներ ասեմ, Ադրբեջանում, Արցախում
ինչքան հայկական եկեղեցիները ոչնչացվեցին եւ այլն, ոչ մի բան Ռուսաստանը չասեց դրա վերաբերյալ, հա, հիմա անկարծ ուրեմն հիշել են հայ առաքելական եկեղեցու իրավունքները եւ այստեղ Ուրեմն կներեք, ներողություն եմ խնդրում, Արցախի բոլոր եկեղեցիները, ամենայն դեպս գործող եկեղեցիների մասին, խոնարհվածների մասին չէ, պատկանում էին սեփականության իրավունքով հայ առաքելական եկեղեցին։ Այդ թվում նաև Բաքվի եկեղեցին, իմիջիայլոց։ Դե ես այդ հարցերի մասնագետը չեմ, չգիտեմ, բայց հավանաբար իհարկե երևի այդպես է ու այստեղ տեսեք կարևորը ինչն է որ վերջի շրջանում մենք տեսնում ենք սա միայն Հայաստանում չի տեղի ունենում հա այսինքն եթե միայն Հայաստան ընդհանրապես մեր այսպես հանրային կարծիքը հա հաճախ այդպես մի տեսակ վակուումի մեջ է ամեն ինչ դիտարկում հա կարծես Հայաստանը գտնվում է վակուումի մեջ ու այն ինչ որ տեղի է ունենում Հայաստանում միայն մեզ մոտ է տեղի ունենում նայում ենք ինչ է տեղի ունենում Մոլդովայում այսինքն այնտեղ վաղուց արդեն տարիներով խոսում են հիբրիդային հարձակումների մասին որ չգիտեմ Կրեմլը փողեր է ծախսում այնտեղի օլիգարխների հետ է աշխատում հա ու այնտեղ եկեղեցու հետ չգիտեմ ինչքանով աշխատում են թե չէ բայց գիտեմ որ Ուկրաինայում շատ լուրջ աշխատանք է տարվում գիտեք ուկրաինական եկեղեցու երկու այսպես ճյուղ կա երկուսն էլ ուղղափառ են բայց մեկը Մոսկվային է ենթարկվում մեկը ոչ ու այդ Մոսկվային ենթարկվող եկեղեցու հետ կապված շատ լուրջ process-ներ ընթացան, հա, երբ որ պատերազմը սկսվեց, այդ եկեղեցու շատ սպասավորների էլի գնացին ոստիկանությունը կամ անվտանգության ծառայությունը ձերբակալեց, որտեղ պարզվեց, որ նրանք աշխատում էին Ռուսաստանի հետ եւ այլն, հա, Ռումինիայում այնտեղ եղավ նախագահի տեխնացու, ով պարզվեց, որ արհեստական ձևով նրա ռեյտինգները Ռուսաստանի հետ կապված ինչ որ մարդիկ ուռճացնում էին, չգիտեմ, TikTok-ով քարոզչություն էին անում իր դեմ, ընտրությունների արդյունքները այնտեղ, հա, ոնց որ չեղյալ հայտարարվեցին սահմանադրական դատարանի կողմից հիմա այդ մարդուն այդ տեխնացուն նախքին հա նա հետաքննության տակ է որտեվ ֆաշիստական ինչ-որ գաղափարներ է արտահայտում այսինքն ու նրա տեքստերը որ վերցնեք ու ասենք Բագրատ Գալստանյանի տեքստերը որ վերցնեք տեղերով փոխեք ուղղակի Հայաստանի տեղը գրեք Ռումինիա մոտավորապես նույն բանն է ինքը ասում որ էլի եվրոպացիները Ռումինիայում չգիտեմ ինչ-որ անառակ բարքեր են սա եւ այլն եւ այլն այսինքն այս ձեռագիրը ամենտեղ երևում է հա այնպես չի եթե դա միայն Հայաստանում լիներ ու ինձ զարմացնում է որ սա մեկնաբանվում է ինչ որ այսպես այ չգիտեմ իշխանության եւ ընդդիմության կոնֆլիկտը ընտրություններից առաջ հասկանալի է հա այդ գործոն էլ կա բայց սա ավելի մեծ գործընթացի մի մաս է երբ որ մենք ունենք մի կողմից այդ կայսրություն որը ուզում է իր նախկին գաղութները կամ ներկա գաղութները պահել իր ազդեցության դաշտում եւ կայսրությունները այսպիսի մեթոդներով են աշխատում հա այստեղ ինչ-որ ռուսամետ կամ հակառուսական լինելու խնդիր չկա նույն ձևով էլ ամերիկան աշխատում է ասենք լատինական ամերիկայում հա ամերիկայի միացյալ նահանգները եւ Բրիտանիան 53 թվականին եթե չեմ սխալվում թե 56 հիմա թվականը լավ չեմ հիշում Իրանում կազմակերպեցին հեղաշրջում որտեղ այնտեղ եկել էր վարչապետ ով որ ուզում էր ազգայնացնել նավթարդյունաբերությունը հա եւ կազմակերպեցին հեղաշրջում նույն մեթոդներով որը որ հիմա այնտեղ նկարագրվում է հա այդ հայտնի փաստաթղթում սկզբից ինչ որ ժողովրդական այսպես ասած ընդվզման տպավորություն ստեղծեցին, չնայած շատ մեծ ժողովրդականություն ունեցող վարչապետեր Մոսադը ազգանունը, բայց սկզբից կազմակերպեցին անկարգություններ, հետո ուրեմն նրան, ասած, հեռացրեցին եւ այդ ազգայնացման որոշումը չեղարկվեց։ Այսինքն բոլոր կայսրություններն այդպես են աշխատում։ Այստեղ խնդիրը Ռուսաստանը չի կամ Կրեմլը չի, բոլոր կայսրությունների ձեռագիրը սա է։ Բայց հիմա տեսեք, Ռուսաստանի դեպքում, քանի որ ուղիղ մի մեզ առնչվում է այդ խնդիրը, տեսեք, հիմարության կանխավարկածը քննարկեցինք, հիմա տեսեք, ըստ էության, եթե գնում ենք այն տարբերակով, այն տրամաբանությամբ, որ մարդիկ, որոնք ձերբակալվել են կամ դեռ ձերբակալվելու են ենթադրում են, նրանք ռուսական ազդեցության գործակալներ են կամ ուղղակի գործակալներ են ռուսական, ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանում իր բավական մեծ մի պլաստ ազդեցության կորցրեց։ Հիմա շատ ավելի ձեզ ասեմ այդ իմաստով շատ ավելի ծանր իրավիճակ է Ադրբեջանում։ Ադրբեջանում 3 արդեն Սպուտնիկ Ադրբեջանի եւս 7 աշխատակից ձերբակալվեցին, հիշեք դրա նախորդ օրը երկուսն էին ձերբակալվել, ընդ որում մեղադրվել էին նրա համար, որ անվտանգության դաշնային ծառայության գործակալներ են, ոչ թե լրագրողներ։ Արդեն խոսակցություններ կային 3, չգիտեմ, այսօր այդ խոսակցությունները շարունակություն ունեցան, թե չէ որ Ադրբեջանում արդեն պլանավորում են փակել ռուսական դպրոցները, այսինքն ուղիղ առճակատման խնդիր է
այսինքն երևութականություն է ստեղծում։ Հիմա եթե փորձենք այս զուգահեռները տանել, Ադրբեջանում հիմա ինչ է կատարվում, որպես քաղաքագետ եմ հարցնում, այսինքն դա ուղիղ առճակատում է Ռուսաստանի հետ, թե այնուհանդերձ այդ ֆոնը օգտագործելով այսպես մեսիջը արևմուտքին, որ մենք գիտեք ինչ կա ձեր նկատմամբ շատ լոյալ ենք, մեր վրա այդքան մի բարկացեք մեր խալաթների համար կներեք ոչ հայերեն բառը։ Դե ինձ թվում է այս աստիճանի պես ասած, բախումը արդեն ինքը բավականին լուրջ է, հա, այսինքն այստեղ շուտ ձևացնելու մասին կամ արևմուտքին միայն մեսիջներ ուղարկելու մասին ինձ թվում է արդեն դժվար է խոսել։ Այդ մեսիջների պահը իհարկե կա, արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր Ադրբեջանը ունի, որովհետև հատկապես ուրեմն Արցախում տեղանացած էթնիկ զտումներից հետո բավականին լարվեցին հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ու հիմա ԱՄՆ-ում նոր նախագահ է եւ այլն, ու իհարկե կա կարիք, որ հա Ադրբեջանի տեսակետից ուրեմն հարաբերությունները կարգավորվեն արևմուտքի հետ, բայց ես կարծում եմ, այստեղ կա իրոք խնդիր Ռուսաստանի հետ։ Հա Ռուսաստանի հետ այդ խնդիրը մի քանի պես մակարդակում կա, հա, մեկը նա է, որ հավանաբար Ռուսաստանի ինչ-որ խոստումներ են տրվել, հա, 23 թվականի դիմաց, հա, այսինքն Ռուսաստանի խաղապահների այդ անգործությունը ինքը այնուամենայնիվ ինչ-որ գին ուներ։ Եվ մինչև հիմա պարզ չի թե այդ գինը որն էր, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը այդ գինը չի վճարել։ Ինձ թվում է, որ բավականին տրամաբանական է, որ այդ գնի մի մասը գոնե կարող էր լինել ռուսական ներկայությունը այդ ուրեմն Սյունիքում, բայց դա Հայաստանը չի համաձայնվում դրան, հա, դրա համար դա չի ստացվում, եւ Ադրբեջանի համար լավ առիթ է, այս ամեն ինչը, ասած, իրենց պարտավորությունները ջրել, հա, ասել դե որ տենց է, վերջ, մեր այդ պայմանավորվածությունները ջրվում են, սա մեկ։ Երկրորդը ես կարծում եմ Ադրբեջանում իրոք կա դժգոհություն Ռուսաստանից շատ մեծ, որը սկսվել է դեռ այն ինքնաթիռի հետ կապված, որովհետեւ ինքնաթիռի համար Ռուսաստանը ըստ էության ներողություն չխնդրեց։ Ինչ որ հայտարարություններ եղան, որ ցավում ենք, որ սենց եղավ եւ այլն, բայց ըստ էության, հա, սենց այն ներողությունը, որը ակնկալում էին Ադրբեջանում, Վլադիմիր Պուտինը անձամբ Ալիևին զանգահարեց ու ասեց կներես եղբայր իմ։ Հա, բայց հետո, ասենք, այդ հետաքննությունը ինչ որ տես հասկանալի չեղավ, ով էր մեղավոր, ինչի այդպես եղավ, հա, ասենք չպատժվեցին այդ մարդիկ եւ այլն։ Այսինքն այդ ներողությունն էլ այնպես էր, որ դե կներեք, էլի ում պետք է պատժի։ Դե ես ասում ընկալումը չէ կներեք, էլի Կադիրովին պետք է գնդակարի։ Դե այդ ուրիշ է, բայց հիմա Ադրբեջանում ես ընկալումն եմ ասում, ես բարձա որ ասենք Պուտինը չէր, ասենք հանելու գործից Կադիրովին, հա, ու այդ ամբողջ ռուսական, այսպես ասած, դիրքորոշումը էր, որ այդ ուկրաինացիներն էին կրակում, իրանք են մեղավոր, բայց Ադրբեջանում դրանից չբավարարվեցին։ Հիմա ինչի չբավարարվեցին, այդ ուրիշ հարց է, այդ իրանց պետք է հարցնեն, բայց փաստն է, որ չբավարարվեցին, ու այս ֆոնին հիմա այս նոր իրադարձությունները, որ տեղի ունեցան, բավականին լուրջ դժգոհություն առաջացրեցին նաև հասարակության մեջ։ Իսկ Ալիևը ինչքան էլ բռնապետ է, այնուամենայնիվ հասարակական տրամադրություններին հետևում է, բայց կրկնում եմ, ստեղ ոնց որ իրանց աշխարհակահաղական շահերը եւ այդ հա հասարակական տրամադրությունները համընկան։ Եթե դրանք չհամընկնեին, կարծում եմ Ալիևը կգտներ ինչ-որ ձև հասարակությանը հանգստացնելու, բացատրելու, որ ամեն ինչ լավ է, ասենք այս մարդիկ հանցագործ էին, ոչինչ կամ այդ ներողությունները մեզ բավարար են։ Եթե ինքը դա չի անում, նշանակում է նաև աշխարհակահաղական շահ է այստեղ տեսնում եւ աշխարհակահաղական շահը մասամբ արդեն ասեցի, բայց նաև այստեղ խնդիրը կա, որ Ռուսաստանը թուլանում է, հա, մենք տեսնենք Սիրիայում Ռուսաստանը չկարողացավ ոչ մի բան անել։ Իրանի հետ կապված Ռուսաստանը որևէ օգնություն չցուցաբերեց Իրանին մեծ հաշվով, հա, այսինքն Ռուսաստանի դիրքերը մերձավոր արևելքում խիստ թուլացել են, հետխորհրդային տարածությունում մի քիչ դեռ պարզ չի, հա, ասենք օրինակ Վրաստանում ուժեղացել են, Մոլդովայում թուլացել են, Ուկրաինայում պատերազմ է գնում, Կենտրոնական Ասիայում երևի ավելի շատ թուլացել են, քան ուժեղացել են, Հայաստանում տեսնում ենք թուլանում է, եւ այս ֆոնին Ադրբեջանը մտածում է, իսկ ինչու չազատվենք, հա, որտեղ Ռուսաստանը Ադրբեջանում ընկալվում է եւ վաղուց է ընկալվել որպես գաղութային կայսրություն։ Մենք նոր ենք դա բացահայտում, ադրբեջանցիները վաղուց են արդեն այդ ձևով նայում Ռուսաստանին եւ օրինակ այս հեղաշրջումների փուլը նրանք անցել են դեռ 90-ական թվականներին, դեռ հիշում եք հենց Ալիևը եկավ իշխանության, որտեվ Սուրեթ Հուսեյնով կար, ով ուրեմն ռուսամետ էր ակնհայտ, բայց հետո Ալիևը նրան կարողացավ, այսպես ասած, արդեն այդ ինտրիգների միջոցով չեզոքացնել, դատել, նստացնել։ Հա, բայց հետո նոր հեղաշրջման փորձեր եղան, հա, հենց պատերազմի ավարտից մի քիչ հետո, այսինքն իրանք այդ փուլը անցել են, իրանք արդեն ոնց որ հասկացել են, որ
Ռուսաստանը մի պետություն է, որը միշտ փորձելու է իրենց վերահսկել, իրենց պահել իրենց ազդեցության տակ։ Դրա համար նրանք արդեն Ռուսաստանի հետ ուրիշ ձևով են խոսում եւ քայլ առ քայլ ես կարծում եմ իրենց մոտ էլ է դրված խնդիր Ռուսաստանի ազդեցությունը հասնել մինիմումի։ Բայց հիմա դա այս ստեղծված իրավիճակը չափազանց անսպասելի էր, մեղմ եմ ասում, շատ անսպասելի էր նույն ռուսական քաղաքական establishment-ի համար, հա, վերնախավի համար, որովհետեւ նրանք կարծում էին, գտնում էին, որ Մոսկվա-Բաքու այդ դաշինքը անխախտ է, որ Ադրբեջանը իրական բարեկամ երկիր է, հիմա տեղի ունենում այն ժամանակին դաս չեղավ այն ինչ որ եղավ Հայաստանում, որտեղ Հայաստանում հասարակական կարծիքը Ռուսաստանի մասին վերջին 10 տարվա կտրվածքով եմ ասում, արմատապես փոխվել է եւ իրենց թվում էր թե այն ինչ որ եղավ Հայաստանում այնտեղ չի լինի, որովհետև մենք Ադրբեջանի գլխին են նույնները չենք բերել, որ բերել ենք Հայաստանի գլխի, այնտեղ պարզ է, հա, լավ, Նիկոլ Փաշինյանն կերասնիկ իշխանությունից 3 օրվա ընթացքում մենք մեր ազդեցությունը կվերականգնենք, հասարակությանը խաբել են, դուք մասնավորապես սորոսականներով, հա։ Դե, գիտեք, էլի այստեղ ինչ ասեմ հիմարության բանն է, հա, բայց իրականության ոչ adekvat ընկալում, հա, երբ որ դուք կայսրություն եք, միշտ ինչ-որ մի հատ փուլ է հասնում, երբ որ դուք արդեն ձեր սեփական հզորությունից այսպես կուրանում եք ու չեք հասկանում, թե ինչ է կատարում տեղերում։ Պետք է տեղերում դուք ինչ-որ մի բան առաջարկեք, հա, եւ ձեր այդ քաղաքակրթական, չգիտեմ, տնտեսական, հասարակական պրոյեկտը պետք է գրավիչ լինի։ Այդ 19-րդ դարում, օրինակ, ռուսական քաղաքակրթական պրոյեկտը գրավիչ էր, հա, Խաչատուր Աբովյանը ինչ էր ասում, օրհնված լինի այն սահաթը, իր ռուսի սապոգը եւ այլն, որտեվ Ռուսաստանը եվրոպական պետություն էր։ Համեմատության մեջ, օրինակ, Պարսկաստանի հետ Ռուսաստանը առաջադեմ պետություն էր, եվրոպական պետություն էր, ու այն ժամանակվա եվրոպական պետությունների նման։ 20-րդ դարում, հա, Ռուսաստանը խորհրդային Ռուսաստանն էր, հա, այնտեղ կար սոցիալիստական պրոյեկտ, որը այն ժամանակվա մարդկանց համար, շատերի համար գրավիչ էր։ Հետո ժամանակի ընթացքում ինքը կորցրեց իր գրավչությունը, դրա համար խորհրդային միությունը փլուզվեց, հա։ Հիմա ինչ է առաջարկում Ռուսաստանը։ Ըստ էության, ինչ որ ավանդական արժեքների մասին ինչ որ խոսակցություններ, դե դրա համար Ռուսաստան պետք չի, հա, ասենք ավանդաբար ապրելու համար կարելի է ուղղակի, չգիտեմ, ձեր խրճիթներում ապրեք, ոնց առաջ է ապրում, պետք չի այդտեղ ինչ որ, հա, ասենք Արևմուտքը պարզ է առաջարկում է իր բանը։ Ռուսաստանի մեծ մասը հենց այդպես էլ ապրում։ Դե, հա, չէ, ասենք Ռուսաստանի, բայց Մոսկվան ու Պետերբուրգը այդպես չեն ապրում, շատ էլ ժամանակակից կյանքով են ապրում, հա, ու իրանք էլ մինչև վերջերս գոնե, ասենք, հանգստանում էին Եվրոպայում եւ իրանց տներ ունեին Իսպանիայում, Իտալիայում եւ, չգիտեմ, գինեգործությամբ էին այնտեղ զբաղվում, հա, այսինքն էդ էլ կա, այդտեղ էլ սուտ բան կա, այսինքն մի կողմից իրանք այդ արևմտյան պրոյեկտին են իրականում հակված, բայց մեզ ինչ-որ ուրիշ բան են փորձում ծախել, հա։ Եվ այս պարագայում միակ բանը, որ իրենց մնում է, այդ աշխարհաքաղաքական ռուսական ասես բառ կա, ռազվոդկա, հա, այսինքն իրանք այդ հայերին ասում են, հիմա մենք ձեզ Ղարաբաղը կտանք, գնացեք ադրբեջանցիների գլուխը ջարդեք, հետո ադրբեջանցիներին ասում են գնացեք հայերի գլուխը ջարդեք, ձեզ կտանք Ղարաբաղը, հա, եւ իտոգում նրանք այս վերջին ռազվոդկաների արդյունքում ոնց որ ստացվեց, որ Ադրբեջանը ստացավ այն ինչ իրանցից ուզում էր, եւ էլ նրանց կարիքը չունի։ Իսկ Հայաստանը համոզվեց, որ նրանք իրական դաշնակից չեն, հա, Հայաստանը տեսավ, որ իրեն դավաճանել են, կամ չասենք դավաճանել, չեն օգնել։ Գուցե չեն կարողացել, գուցե շատ են ուզեցել օգնել, չի ստացվել։ Հայաստանը տեսավ, որ ինքը փաստորեն այն ամբողջ, հա, մեր ինքնիշխանությունից հրաժարվել է ինչ-որ չափով, մեր տնտեսական ռեսուրսները Ռուսաստանին տրամադրել է եւ այլն եւ այլն, այդ ամեն ինչը արվում էր նրա համար, որ Ռուսաստանը պաշտպանի Արցախը։ Մեծ հաշվով, հա, եւ մենք մտանք Եվրասիական միություն դրա համար, հա, հրաժարվեցինք Եվրոպայի հետ ասոցիացիան պայմանագրից եւ այլն եւ այլն, այդ պահին իհարկե տարբեր բաներ էին ասում, բայց բոլորը հասկանում էին, որ սա արվում է դրա համար, որ Ռուսաստանը մեզ պաշտպանի, հա, եթե Ադրբեջանի հետ գործը հասնի պատերազմին գործը հասավ, Ռուսաստանը մեզ չկարողացավ կամ չուզեց պաշտպանել։ Իսկ դրանից հետո Ռուսաստանի հետ այս համագործակցության իմաստը կորում է, հա, իսկ Ադրբեջանը մեր կորում է հակառակ պատճառով, հա, որտեղ իրանք արդեն ստացել են ինչ ուզում են, այն ինչի համար համագործակցության Ռուսաստանի հետ։ Ի տարբերություն Հայաստանի, այսինքն կոպիտ ասած, եթե դու Սյունիքի միջանցք չես կարողանում, Զանգեզուրի միջանցք չես ապահովում,
Դու ինձ 100 տարի պետք չես։ Իհարկե, չէ, առավել եւս նույնիսկ այդ Զանգեզուրի միջանցքը այն ձևով, որով հիմա այսպես ասած քննարկվում է, հա, այնտեղ ինքը մեծ հարց է, ինքը ավելի շատ Ռուսաստանին էր ձեռնտու լինելու, թե Ադրբեջանին, հա, որովհետեւ այնտեղ ստացվում էր, որ ի վերջո Ադրբեջանի ձեռքով Ռուսաստանն է իր համար այնտեղ ինչ որ օգուտներ ունենալու։ Իհարկե, դրանց պետք չի։ Ես շատ ավելի իրանց համար Թուրքիան վստահելի գործընկեր է, իրանք ունեն դաշնակից, իդեմս Թուրքիայի հետ աշխատում են։ Ռուսաստանից ստիպված են աշխատել։ Հիմա տեսնում են Ռուսաստանը թուլացավ, ազատվում են այդ կախվածությունից։ Հետո իհարկե ինչ որ փուլում կարող է նորից սկսեն Ռուսաստանի հետ աշխատել, հա, մենք էլ կարող է ինչ որ փուլում սկսենք Ռուսաստանի հետ նոր ինչ որ մերձեցում, բայց արդեն նոր պայմաններում, հա, արդեն այն ժամանակ, երբ որ մենք հասկանանք, որ այլևս Ռուսաստանը մեր անկախությանը, մեր ինքնիշխանությունը չի սպառնում։ Հիմա տեսեք, բայց այսքան երկար խոսեցինք Ռուսաստանի գործոնի մասին, Ռուսաստանի գործիքակազմի մասին, բայց միևնույնն է, Հայաստանում ներքաղաքական դաշտում կան մարդիկ, չեմ ասում ազդեցիկ, բայց երևացող տենց անհատներ կան, որոնք շաբաթը մեկ առնվազն հայտարարում են, որ այ Հայաստանը Ռուսաստանին դավաճանել է։ Ես անընդհատ փորձում եմ հասկանալ, որ պահին ենք մենք դավաճանել Ռուսաստանին, անկեղծ եմ ասում, նույնիսկ իմ մասնագիտական գործունեությունն ու պատմության մասին իմ համեստագույն իմացությունը ինձ հնարավորություն չի տալիս մատս դնել միտեղ ասել այսա օրինակ կարելի է որպես այդպեսին մեկնաբանել։ Այդ երբ ենք մենք Ռուսաստանին դավաճանել։ Դե գիտեք, Ռուսաստանն չի ասելու, գիտեք, ես ձեզ դավաճանեցի կամ չկարողացա ձեզ օգնել։ Այսինքն պետքա ինչ-որ նարատիվ ստեղծվի, որ դա բացատրվի, եւ ռուսական քարոզչությունը այդ իմաստով շատ որակյալ է, հա, եւ եթե մի բան կա այսօրվա Ռուսաստանում, որը շատ լավ է աշխատում, դա քարոզչամեքենան է։ Եվ ինքը շատ այսպես որոշ դեպքերում կոպիտ է աշխատում, բայց որոշ դեպքերում բավականին նուրբ է աշխատում։ Եվ բացի դրանից, նույնիսկ երբ որ կոպիտ է աշխատում, ուղղակի նրա քանակությունը ինքնին, հա, ինքը բավականին լուրջ է, հա, ես օրինակն եմ բերում, հա, ոնց որ պատկերացեք հարևանը ձեր ամբողջ ժամանակ ինչ-որ sense դրելով գործ անում։ Ու ձեր ականջի տակ այդ բզզոցը դուք կարող եք չհամարեք, որ ձեր հարևանը շատ լավ մարդ է, ձեր փրկիչն է եւ այլն, բայց մեկը այդ բզզոցը ձեր վրա ազդում է։ Նոր հետո որ անջատում են, նոր դուք հասկանում եք, որ մի բան այն չէր։ Հիմա այդ նույն ձևով Հայաստանում մի հատ ֆոն կա, հա, այդ ռուսական քարոզչական նարատիվները ամեն ծակից գալիս են, հա, ոչ միայն ռուսական, նախ ռուսական ԶԼՄ-ները կան, երկրորդը Հայաստանի ներսում են դրանք վերարտադրվում եւ աշխարհի մասին պատկերացումները մեծ հաշվով, հա, նրանք այսպես ասած ստեղծվում են ինչ որ ուրիշ տեղ բերում մեզ հրամցվում են եւ ոճի առումով, հա, նույնիսկ ասենք հաճախ որ նայում ես այս հակառուսական դիրքորոշում ունեցող մարդիկ երբեմն իրենք կրկնում են այդ նույն նարատիվները, ուղղակի այտենց պլյուսը մինուսի հետ փոխում են, հա, եւ դա էլ բնական, ոչ թե բնական, այլ դա ցավոք սրտի տարածված երևույթ է։ Միշտ նախկին գաղութը գտնվում է այդ կայսրության, այս տեղեկատվական ազդեցիկ եւ գաղափարական ազդեցության տակ։ Եվ հենց ապագաղութացման առաջին երևի եւ ամենակարևոր քայլը պետք է լինի այդ ազդեցությունից ազատվելը, որը հեշտ չի։ Հա, որը միշտ էլ լինելու են մարդիկ, ովքեր ասելու են մենք ենք մեղավոր, հա, որ միշտ էլ լինելու են մարդիկ, որ ասելու են լավ է, որտեվ այդ այնպես չի, որ հա մեր, չգիտեմ, ռուսական կայսրության մաս լինելու կամ խորհրդային միության մաս լինելու ժամանակ ամեն ինչ վատ էր։ Կային նաև լավ բաներ, հա, այդ նույն ձևով, ասենք լի այդ օրինակը միշտ բերում եմ, ասենք բրիտանացիները Հնդկաստանում կառուցեցին երկաթուղիներ։ Հիմա Հնդկաստանը դրա շնորհիվ ունի լավ երկաթուղիներ։ Բայց դրան հետ միասին գաղութարար էին, հա, հիմա նույն ձևով էլ մեզ մոտ խորհրդային միությունը շատ առումներով իրոք շատ լավ ժամանակաշրջան էր, մենք կարողացա, բայց այդ հիշողությունները, հա, չգիտեմ, այդ նոստալգիան դրա վերաբերյալ հանգեցնում է նրան, որ մարդիկ այսօրվա Ռուսաստանը ընկալում են ոչ adekvat։ Հա, եւ այն գործողությունները, որ Ռուսաստանը բերում է մեր գլխին, ոմանք կարծում են, որ սա մեր մեղքն էր, որ մենք ենք մեղավոր, որ իրանք լավն են, մենք վատն ենք եւ այլն։ Ինձ թվում է սա ժամանակի հետ կվերանա, եթե մենք աշխատենք, իհարկե, եթե մենք ոչ մի բան չանենք ու թողենք, որ ուղղակի մեր գլխի մեջ այդ ամեն ինչը լցվի, իհարկե կմնա հավերժ։ Կդառնանք Վինի Թուխի պես։ Շնորհակալություն։ Զրույցի համար հիշեցնեմ իմ զրուցակիցները այսօր քաղաքագետ Միքայել Զոլյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում հաջողություն եւ համբերություն բոլորին։